ԱՄՆ նախագահը սպառնացել է նոր պատժամիջոցներ եւ մաքսատուրքեր կիրառել Ռուսաստանի դեմ Ուկրաինան հրթիռակոծելու համար։ Դոնալդ Թրամփը հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ ռուսական զորքը գիշերը կրկին հրթիռակոծեց ուկրաինական էներգետիկ եւ գազային ենթակառուցվածքները։ Հաշվի առնելով այն փաստը, որ Ռուսաստանը հենց հիմա մարտի դաշտում ինտենսիվորեն հարվածում է Ուկրաինային, ես լրջորեն դիտարկում եմ Ռուսաստանի նկատմամբ բանկային պատժամիջոցների եւ մաքսատուրքերի լայնածավալ կիրառման հնարավորությունը, քանի դեռ ձեռք չի բերվել կրակի դադարեցման եւ խաղաղության վերջնական կարգավորման համաձայնագիրը։ Կիևը ողջունել է Թրամփի հայտարարությունը, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարն ասել է, որ եթե Ռուսաստանը չդադարեցնի իր հարձակումներն Ուկրաինայի վրա, պետք է բախվի տնտեսական եւ այլ սահմանափակումների։ Ուկրաինայի վրա հարձակումները պետք է անհապաղ դադարեցվեն, եթե Ռուսաստանն իսկապես ցանկանում է դադարեցնել պատերազմը, ասել է Անդրեյ Երմակը։ Ռուսական հարձակումը տեղի է ունեցել նախագահ Զելենսկու ամերիկյան կողմի հետ հաջորդ շաբաթ հանդիպելու մասին հայտարարությունից մի քանի ժամ անց։ Առնվազն 10 մարդ է տուժել, այդ թվում 1 երեխա, հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարարը։ Ռուսաստանը փորձում է վնասել շարքային ուկրաինացիներին, ոչնչացնելով էներգետիկ եւ գազային ենթակառուցվածքները եւ չհրաժարվելով մեզ առանց էլեկտրաէներգիայի եւ ջեռուցման թողնելու նպատակից, սոցցանցում գրել է Գերման Գալուշչենկոն։ Մինչ այդ երեկույթ երեկոյան Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի ներկայացուցիչները հաջորդ երեքշաբթի կհանդիպեն Սաուդյան Արաբիայում, քննարկելու Ուկրաինայում ժամանակավոր հրադադարի եւ խաղաղության համաձայնագրի նախնական տարբերակը։ Հույս ունենք, որ հաջորդ շաբաթ բովանդակալից հանդիպում կունենանք, X-ում գրել էր Զելենսկին, չհստակեցնելով թե ովքեր են լինելու Ուկրաինայի բանագնացները։ Սա կլինի Կիևի եւ Վաշինգտոնի առաջին շփումը Սպիտակ տանը երկու երկրների առաջնորդների սկանդալային հանդիպումից հետո, որի հաջորդող օրերին ԱՄՆ-ն ժամանակավորապես դադարեցրեց ռազմական աջակցությունն ու հետախուզական տվյալների տրամադրումն Ուկրաինային։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հաստատել է հանդիպման մասին լուրը, հստակեցնելով կփորձեն հրադադարի նախագիծ մշակել։ Կարծում եմ նպատակն է մշակել խաղաղության համաձայնագրի, ինչպես նաև ժամանակավոր զինադադարի նախագիծը։ Մինչ այդ եվրոպացի առաջնորդները երեկ Բրյուսելում հավանություն տվեցին պաշտպանական ծախսերի ավելացման ծրագրին, ապահովելու Եվրոպայի անվտանգությունը եւ շարունակելու աջակցությունն Ուկրաինային։ Ծրագիրը, որով նախատեսվում է ԵՄ երկրներին մինչև 150 միլիարդ եվրո վարկ տրամադրել, դեռ պետք է հաստատվի, թե երբ հայտնի չէ։ Հանդիպման ամփոփիչ հայտարարության Ուկրաինայի վերաբերյալ մասին, սակայն Հունգարիան չմիացավ։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ մեկ երկիրը չի կարող պառակտել միությունը։ 26 անդամ միասնական են այս հարցում եւ կշարունակեն աջակցել Ուկրաինային։ Միաժամանակ եվրոպացի պաշտոնյան ընդգծեց, արդար եւ կայուն խաղաղությունը բխում է նաեւ ԱՄՆ շահերից։ Եվ եթե ԱՄՆ նախագահը ցանկանում է հասնել դրան, ապա դա հնարավոր է միայն Եվրամիության եւ նրա անդամ երկրների աջակցությամբ, քանի որ նախապայմանները պետք է կատարվեն։ Զելենսկին իր հերթին երեկ Բրյուսելում նախանշել էր այն պայմանները, որոնցով Կիևը պատրաստ է գնալ խաղաղության, ոչ մի հարձակում էներգետիկ եւ այլ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, կրակի դադարեցում Սև ծովի ավազանում, գերիների ազատ արձակում։ Մոսկվայից արձագանքում են, պատրաստ են բանակցությունների, բայց իրենց պայմաններով։ Այդ շարքում ամենակարևորներից մեկն այն է, որ Ուկրաինայում չպետք է լինեն եվրոպացի խաղաղապահներ։ Երեկ ակնարկել էր Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանը։ Նրանք ասում են, որ պատրաստվում են զորք տեղակայել Ուկրաինայում եւ գիտեն, որ բոլոր այս ծրագրերն ի սկզբանե ընդունելի չեն մեզ համար, քանի որ դրանք այնուհանդերձ ՆԱՏՕ-ի անդամ երկրների զորքեր են։ Մոսկվան չի համաձայնի նաեւ ժամանակավոր հրադադարին, որը նա որակեց խելագար գաղափար։ Մենք երբեք այն չենք ընդունի, եւ նրանք հիանալի գիտեն դա։ Կընդունենք միայն վերջնական տարբերակը, երբ ստորագրենք, մինչ այդ ամեն ինչ շատ հեղեղուկ է, ասել է Ռուսաստանի դեսպանը։